Այսօր Հայաստանում ժողովրդավարություն բառը վերածվել է նույնքան ցինիկ եւ մանիպուլյատիվ գործիքի, որքան նիկոլական խմբակի կողմից շահարկվող չակերտավոր խաղաղությունը։ Երկու հասկացությունն էլ դարձել են քաղաքական փայլաթիթեղներ, գեղեցիկ բառեր, որոնց տակ թաքնված է պետականության համակարգային քայքայում, ազգային շահերի հետևողական խեղաթյուրում եւ բռնապետական ռեժիմի կայացում։ Իրականում կատարվում է իշխանության կոշտ ու ամբողջական յուրացում։ Պետական կառավարման ամբողջ համակարգը ենթարկվում է մեկ մարդու կամքին։ Նիկոլ Փաշինյանը ձևավորել է այնպիսի մեխանիզմ, որտեղ առանցքային ինստիտուտները այլևս պետական չեն։ Դրանք վերածվել են նրա անձնական կամակատար ենթակառույցների։ Ուժային համակարգը, որը պետք է պաշտպանի պետությունն ու քաղաքացուն, վերածվել է մեկ մարդու իշխանությունը սպասարկող ապարատի։ Ոստիկանությունն ու դատարանները դարձել են վերևից ուղղորդվող ճնշման եւ հաշվեհարդարի գործիքներ, իսկ դատախազությունը, քննչական կոմիտեն եւ ազգային անվտանգության ծառայությունը իշխանական շանտաժի լծակներ, որոնցով վերահսկվում, լռեցվում եւ ճնշվում է ցանկացած այլախոհություն։ Նիկոլի իշխանության օրոք սոցիալական ցանցերում գրառում անելը արդեն որակվում է որպես հանցանք։ Հրապարակային քննադատություն անող յուրաքանչյուր քաղաքացի հայտնվում է հետապնդման տիրույթում։ Այլ կարծիք ունեցող մարդը պոտենցիալ բանտարկյալ է, լինի քաղաքական գործիչ, լրագրող, հոգևորական, ուսուցիչ, բժիշկ կամ շարքային քաղաքացի։ Մանրադիտակի տակ են բոլորը։ Եվ այս ամենը իրականացվում է բիրտ, դաժան, բայց միևնույն ժամանակ էժան ու խորապես ցածրորակ մեթոդներով։ Նիկոլական շանտաժը ներթափանցել է մարդկանց տներ, անձնական կյանք, անձնական տարածք։ Այս համակարգի նպատակը մեկ բառով է սահմանվում՝ վախ։ Վախ, որը պետք է մարդու մեջ արմատավորվի այն աստիճան, որ յուրաքանչյուր խոսք ու գրառում նախապես կշռվի ռեպրեսիայի հավանականությամբ։ Եկեղեցին որպես ազգային ինքնության առանցքային հենասյուն բացահայտ թիրախավորված է։ Հոգևորականները, որոնք համարձակվում են բարձրաձայնել ռեժիմի քաղաքական սխալները, ենթարկվում են քրեական հետապնդումների։ Սա պատահական քայլ չէ։ Իշխանությունը միտումնավոր թուլացնում է հանրային վստահություն ունեցող կառույցները, որպիսի վերացնի ցանկացած հակակշիռ։ Ազգային ժողովրդավարական բևեռը տարիներ շարունակ գործում է նիկոլական ռեժիմի հարձակումների տակ։ Հանրահավաքների երթերի ընթացքում բիրտ ուժի կիրառումը արդեն հասել է ամենադաժան ձևերի։ Բևեռի անդամների նկատմամբ համակարգված կերպով իրականացվում են վարչական, դատական ու ֆինանսական ճնշումներ, տուգանքներ, կալանքներ, ուժային ներխուժումներ։ Սա պատահականություն չէ, այլ ռեժիմի հաշվարկված ռազմավարություն է, ցույց տալու, որ քաղաքական դաշտում անհնազանդը տեղ չունի։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև բանտում գտնվող մեր ընկերների, ապստամբ սասնածռերի նկատմամբ կիրառվող պատժախցային տերորը, ինչպես նաև 2016 թվականի ՊՊՑ-ի դեպքերի համար նրանցից պահանջված անօրինական փոխհատուցումները։ Սա քաղաքական վրեժխնդրություն է, որի նպատակը մեկ բան է՝ դաշտից հեռացնել ուժերին, որոնք չեն ենթարկվում իրենց կամքին։ Արդյունքում Հայաստանը քայլ առ քայլ վերածվում է միապետական, միակենտրոն ռեպրեսիվ պետության, իր բնույթով ավելի շատ հիշեցնելով Ալիևի եւ Էրդողանի վարչակարգերը։ Բայց մեր պայքարը չի կանգնելու, մեր ոգին անկոտրում է եւ մեր պայքարը շարունակական է։ Բևեռը շարունակում է իր ուղին առանց նահանջի։ Եվ այս ընթացքը կանգնեցնելու համար մեզ անհրաժեշտ է իրավական, ֆինանսական եւ հանրային համախմբում։ Ազգային ժողովրդավարական բևեռին այս պայքարում անհրաժեշտ է ձեր աջակցությունը։ Թելեթոն դրամահավաքի հավաքագրվող միջոցների մի մասը ուղղվելու է մեր հետապնդվող ընկերների իրավական պաշտպանությանը, ոստիկանության եւ դատարանների ապօրինի ներխուժումների դեմ պայքարին, ինստիտուցիոնալ դիմադրության ամրապնդմանը։ Քո աջակցությունը պարզապես նվիրատվություն չէ, սիրելի հայրենակից։ Դա Հայաստանի ազատության, ինստիտուցիոնալ հավասարակշռության եւ արժանապատիվ ապագայի համար պայքարի ուղիղ մասնակցություն է։ Միացիր հիմա, հենց այսօր։ Միացիր այս թելեթոն դրամահավաքին եւ դարձիր Հայաստանի վերածննդի մի մասնիկը։